Շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, կխոսենք Սիրո երկիր անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի նախագծի մասին, որն ընտրվել է ներկայացվելու Սկանդինավիայում։ Այո, մեր հյուրն է ռեժիսոր, դերասանուհի, մանկագիր եւ կինոպրոդյուսեր Արմինե Անդան։ Բարի լույս։ Լավ եք։ Այո։ Ինչ որ մրցանակներ ունեք։ Ներկայացրեք, շնորհավոր ենք։ Այս գրքերին հետո կանդրադառնանք։ Երեք Հայաստանում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ գիլդիաների մրցանակաբաշխությունը։ Իդեպ սկզբից կուզեի ասել, որ ընդհանրապես այդ պրոֆեսիոնալ գիլդիաների գոյությամբ բարդական ենք պարոն Հարություն Խաչատրյանին, որը կինոմիությունում սկսեց գիլդիաների ստեղծումը եւ այս մրցանակաբաշխությունը, ինչը հրաշալի է, որովհետեւ փաստորեն 2 տարին մեկ տեղի է ունենում Անահիտ մրցանակաբաշխությունը, իսկ 2 տարին մեկ գիլդիաների մրցանակաբաշխությունը, եւ կարծում եմ դա լավ ներդրում է կինոյի զարգացման մեջ։ Եվ այո, իմ Թռչող տերևների երգը անիմացիոն ֆիլմը ստացավ 2 մրցանակ անիմացիայի գիլդիայի մրցանակաբաշխությունից եւ քվեարկությունից, քանի որ վերջերս 2 ամիս առաջվանից արդեն ոնց որ ձևավորվել է անիմացիայի գիլդիա եւ արդեն 20-ից ավել անդամ կա եւ մի քիչ հիվանդ եմ, կներեք, եւ ստացավ լավագույն սցենարիստ մրցանակը Ռոման Բալայանը այդ մրցանակը ստացավ եւ լավագույն ռեժիսոր մրցանակը ես ստացա, իսկ լավագույն բեմադրող նկարիչ մրցանակն էլ ստացավ Հարութ Թումաղյանը Սևանիկ ֆիլմի համար։ Ես չեմ հիշում, մենք առիթ ունեցել ենք այս գրքին անդրադառնալու Անկիմյուրի բնակիչները, որովհետև եթե չեմ սխալվում, 1 տարի առաջ ենք հանդիպել, ոնց որ թե այս գրքի մասին խոսել ենք։ Գրքերի մասին։ Գիրքը այն ժամանակվար տպագրված է։ Այո, այդ գիրքը 13 թվականին է տպագրվել, Օրանժ գրքի մրցանակներ ստացել, դարձյալ մրցանակով տպագրվեց։ Այդ գիրքը շատ հետաքրքիր պատմություն ունի, քանի որ 90-ականներին է գրել, բայց առաջին հայկական եւ հայերեն լեզվով գրված հեքիաթային վեպներ եւ հայ ֆանտազի ժանրում գրված եւ տպագրել է այն ժամանակ այդպիսի վեպ, ընդհանրապես հեղինակի նկարներով հայերեն գրված այդպիսի վեպ հորինված աշխարհի մասին, շատ դժվար պատմություններ, մինչեւ 2011 թվականին նոր էին սկսում մեծ գրքեր տպագրել եւ այլն, 2011 թվականին ստացավ Օրանժ գրքի մրցանակը եւ այդ մրցանակով իմ նկարազարդումներով տպագրվեց։ Եկեք խոսենք Սիրո երկիր անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի մասին, ուր ենք հասել, ինչ ոչ թե ֆիլմի, այլ նախագծի։ Նախագծի։ Որովհետեւ ֆիլմը Թռչող տերևների երգն էր, որի մասին ասում էի եւ իդեպ ավարտեմ միտքս, արդեն 100-ից ավել փառատոնում է ընտրվել եւ սա իր 25-րդ արդեն ոնց որ 24-25-րդ մրցանակները եղան։ Նաեւ ասեմ, որ մրցանակների ինչն է նաեւ շատ ուրախալի մրցանակների մեջ, որ ստացել է եւ պրոֆեսիոնալ ժյուրիից, եւ երեխաների ժյուրիից, եւ հանդիսատեսի ժյուրիից, այսինքն ամենատարբեր ժյուրիներից է ստացել 6 մրցանակ կարծեմ Հայաստանում է ստացել, մնացածը շատ տարբեր երկրներում։ Հիմա ես աշխատում եմ նոր անիմացիոն նախագծի վրա, որի վերնագիրն է Սիրո երկիրը, կարճամետրաժ անիմացիոն նախագիծ, որը այո մարտին ընտրվել էր Սկանդինավիայում, Շվեդիայում կա մի հայտնի համատեղարտադրության պլատֆորմ, շնորհակալություն, որը իրեն ինովացիոն ֆիլմերի, որոնք ուղղված են մանկապատենական ժանրում նորարարական ֆիլմերի համատեղ արտադրության պլատֆորմ է Շվեդիայում եւ այդ պլատֆորմը ընտրել էր իմ նախագիծը, որը բավական աննախադեպ էր ոչ միայն նրա համար, որ իրենք
հայկական նախագիծ էին ընտրել, այլ որովհետև ընդհանրապես միակ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի նախագիծն էր։ 24 նախագիծ էին ընտրել ամբողջ աշխարհից եւ բոլորը լիամետրաժ էին կամ բազմասերիանոց եւ մի կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի նախագիծ էին ընտրել ընդհանրապես, ասելով, որ այնքան ենք հավանել, որ ընտրել ենք, իրենք շատ հազվադեպ են կարճամետրաժ անիմացիոն նախագիծ ընտրում։ Բայց ընտրելուց հետո ինչ որ նպաստում են այդ աշխատանքին, նպաստ են տալիս, այո, չէ, նպաստ չեն տալիս, բայց այդպիսի պլատֆորմերում դու ունենում ես հնարավորություն ներկայացնես նախագիծդ, պրոֆեսիոնալ լեզվով ասած, փիչ անես, շատ մեծ դահլիճներում 200-ից ավել պրոդյուսերների, դիստրիբյուտորների եւ այլ հեռուստատեսությունների համար եւ նպատակը այն է, որ գտնես գործընկերներ։ Եղավ այդ գործընկերը, ով է։ Այո, Դանիայից շատ հետաքրքրված։ Ոյ, կնայեք։ Խմեք։ Մենք ձեզ հարցեր ենք տալիս, որ դուք այդ ընթացքում խմեք ջուրը։ Ես ուղղակի նոր եմ առողջացել։ Եվ հիմա ֆիլմը ունի Դանիայից գործընկեր։ Ու ես փնտրում եմ եւս մի գործընկեր, եւս մի երկիր, քանի որ այս մի ֆիլմով ուզում եմ անպայման ունենալ երրակողմ համատեղ արտադրություն, բայց Դանիան արդեն բացարձակապես հայտնել է իր դանիական գործընկերը, Երբ եք սկսում։ Ես հույսեր ունեմ մի տարվա մեջ կամ 1.5 տարում ամենաշատը։ Ոչ միայն, չէ, գործընկերը հեշտ կգտնեմ, ավելի դեռ պիտի Հայաստանի հիմնադրամին դիմել, հետո այդ նույն ժամանակ պիտի դանիական գործընկերները իրենց հիմնադրամներին դիմեն, գործընթացը այդքան արագ չի տեղի ունենում, բայց ես հույս ունեմ, որ 2 տարի հետո այդ ֆիլմը կլինի։ Տեսնենք, գուցե մի տարվա մեջ եթե կարողանանք հավաքել ֆինանսավորումը, եթե մի քիչ ավել տևի, հնարավոր է մի քիչ ավել տևի, 2 տարուց ավել տևի, 3 տարի տևի, ցավոք անիմացիան բավական երկար է տևում, բայց ես անպայմանորեն իմ սիրտը հիմա այդ ֆիլմի մեջ է, նաև որովհետև թեման պատերազմն է, ճիշտ ասած, անկախ նրանից, որ վերնագիրը սիրո երկիր է, որովհետև թեման մի աղջկա մասին է, որը 15-16 տարեկան հերոսուհի է, հերոսուհին 15-16 տարեկան է եւ պատմությունը չեմ ուզում նախորդ պատմել իհարկե, քանի որ դեռ ֆիլմը չկա, բայց սիրո եւ պատերազմի անտագոնիզմի մասին է։ Ներկայացնելու եք փառատոնների։ Անպայման իհարկե, երբ ֆիլմը անեմ, անպայմանորեն ներկայացնելու եմ փառատոնի, թռչող տերևների երգը այնպիսի ճանապարհորդություն ունեցավ, որ ես համարյա 150% վստահ եմ, որ նույնը կլինի դրա հետ եւ նույնիսկ շատ ավելին, քանի որ եւ այնտեղ էլ երբ որ ես ներկայացրեցի, բոլորը դա էին ասում, որ այս ֆիլմը 100% կունենա շատ մեծ փառատոնային ճանապարհորդություն։ Շատ ուրախ եմ, որ ֆիլմը այդպես ընդունվեց, եթե ճիշտն ասեմ, նույնիսկ այն պրոդյուսերներ, որ մոտենում էին ինձ, ասում էին, գիտեք, մենք անիմացիա չենք արել, բայց եթե ոչ մեկին չգտնեք, մենք կանենք ձեր ֆիլմը։ Առողջական բանականությունը չեք դիմում, աշխատեն անում։ Չէ, չեմ դիմում։ Ես դեռ մարդկային տաղանդին եմ հավատում։ Ես այդ փառատոններում այնքան պրիմիտիվ չեմ, որ արհեստական բանականությունով ստեղծած ֆիլմերը այդ բոլոր փառատոններին ներկա եք լինում, թե։ Չէ, բոլոր, ես 100 փառատոն ոնց կգնամ։ Չէ, ես շատ քիչ փառատոններ եմ ցավոք սրտի ներկա եղել, համաշխարհային պրեմիերային եմ գնացել Ամստերդամ, Բուխարեստ եմ գնացել, Անիմեստ, որը շատ հայտնի կինոփառատոն է, մի քանի փառատոն եմ գնացել, ես ոնց որ ոչ մի ձևով չէի կարողանա բոլոր փառատոներին գնալ, բայց հուսամ, որ հաջորդ ֆիլմի հետ մի քիչ ավելի շատ կճանապարհորդեմ ինքս էլ։ Կարևորը որ ֆիլմն է ճանապարհորդում, իհարկե քո գնալը օգնում է քո հաջորդ աշխատանքներում բնականաբար։ Հիմա
հունիսին այսիմ գնալու որտեղ դարձյալ գործընկերներ պիտի փնտրեմ, որտեղ միայն այս ֆիլմը չի, այս նախագիծը չի, այլ նախագծեր էլ բնականաբար ունեմ, որոնք կամաց եմ բանանում, նույնիսկ ունեմ արդեն լիամետրաժ անիմացիոն նախագիծ, որը եւ վիպակ եմ գրում եւ սցենար եմ գրում եւ պիտի դա էլ կամաց արդեն ոնց որ գտնեմ գործընկերներ, բայց այս ֆիլմի համար, Սիրո երկրի համար շատ ուրախ եմ, որովհետեւ արդեն ամենադժվարը, երբ դու անում ես համատեղ արտադրություն, առաջին գործընկերը գտնելն է կամ որ առաջին տեղում քեզ ոնց որ ընդունեն, ճանաչեն, որ դու լավ նախագիծ ունես։ Հետո արդեն շատ ավելի հեշտ է լինում։ Իսկ ես իմ ֆոկուսը համատեղ արտադրությունն են եւ ես հետաքրքրված եմ հենց դա եւ ինքս անեմ եւ Հայաստանում որ հենց դա զարգանա համատեղ ֆիլմերը այլ երկրների հետ ես արդեն իրականում 5 համատեղ ֆիլմ ունեմ 6 երկրի հետ այնպես որ արդեն կամաց դա Ինչ է տալիս այդ համատեղությունը Ինչ է տալիս համատեղությունը Նախ համատեղությունը տալիս անգլերեն ասում են expertise, այսինքն դու մենակ չես բոլոր տեսակի որոշումներում եւ որոշումները կայացնում եւ դու ունես գործընկերներ, որոնք իրենց փորձը քեզ հետ կիսում են։ Ի վերջո դու այդ փորձից ես ոնց որ ձեռք բերում եւ դու ես իրենց փորձից փորձ ձեռք բերում։ Այսինքն դա միայն ֆինանսների համար չէ, նաև իհարկե ֆինանսների համար է, որովհետև Հայաստանի ֆինանսավորումները բավական փոքր են, բայց միայն ֆինանսավորումների համար չեն։ Դա փոխանակման համար է, դա փորձի փոխանակման համար է։ Դա ի վերջո վաղը փառատոների այդ քանակում հետաքրքրություն ունենալու համար է, քանի որ միշտ ավելի հետաքրքիր է, եթե ֆիլմը օրինակ, չգիտեմ, Հայաստան-Իրան է, քան միայն մի երկիր է, որտեղ հետաքրքիր է դա ինչ է, եթե Հայաստան-Իրանը։ Օրինակ ես ձեզ գիտեք մի օրինակ բերեմ, հենց հիմա ուրեմն ես մի ֆիլմ եմ արել կարճամետրաժ խաղարկային, այդ մեկը խաղարկային, կոչվում է Տղայի պես։ Դանիա, Շվեդիա, Հայաստան։ Եվ այդ ֆիլմը հիմա հունիսին Նորվեգիայի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում, որը կարճամետրաժ ֆիլմերի ամենահայտնի փառատոններից մեկն է եւ իր Օսկար որակավորման մրցույթում պրեմիերա է ունենալու եւ իրենք նույնիսկ փառատոններին ներկայացրել են ֆիլմը, իրենք մի ընկերություն են, որը եւ Դանիայում եւ Շվեդիայում ունեն ոնց որ գրանցված ընկերություն, բայց իրենք միայն խաղարկային ֆիլմեր են անում եւ հիմա Հայաստանի հետ համատեղ արտադրությունը իրենք էլ են ասում, որ իրենց համար էլ է Հայաստանի հետ համատեղ արտադրությունը մեծ եւ փորձ եւ ոնց որ նոր հնարավորություններ նույնիսկ իրենց համար է այդպես, ոչ միայն մեզ համար։ Եվ ես շատ ուրախ եմ դրանից եւ ես նույնիսկ տեսա, որ Նորվեգիայում փառատոնի էջում Հայաստանն առաջինն էին գրել էին Հայաստան, Դանիա, Շվեդիա։ Չնայած որ Հայաստանն ավելի փոքր մասնակցություն ունի ֆիլմում, քան Դանիան եւ Շվեդիան, եւ իդեպ ամբողջ ֆիլմը նկարված է Հայաստանում եւ Հայաստանի ստեղծագործական լուրջ կազմ կա ֆիլմում։ Ուղղակի երևի գրագետ մարդիկ միշտ ավելի բարձր են գնահատում լուրջ մշակույթ ունեցող երկրներին ու գուցե այդտեղ ներգրաված մարդկանց, ովքեր իրականում տիրապետում են իրենց գործը։ Այդ մենք ենք, որ չենք գնահատում իրականում եվրոպացին շատ լավ գիտի ինչ է նշանակում լավ մասնագետ եւ շատ լավ գիտի ինչ է նշանակում դարերի մշակույթ։ Ինքը դրանից այնքան բան կվերցնի իր համար։ Իրենք այո, եւ կվերցնի եւ որպես օրինակ կընդունի եւ այդտեղից ինչեր կքաղի եւ ոնց կներկայացնի իր մշակույթում, այդ իրեն գիտեն։ Պարզապես կա Ես հենց դա եմ ասում, որ դա փոխադարձ է։ Դա փոխադարձ է, միշտ երբ ինչու է Եվրոպան մշակել ահռելի ծրագրեր համատեղ արտադրության համար, որովհետեւ իրենք գիտեն, որ դա եւ ֆինանսական, եւ մասնագիտական փոխանակություն է եւ ի վերջո մենք բոլորս գիտենք երկիրը ճանաչում են մշակույթով
ասենք մենք բոլորը բոլորը չէ, ասում ոմանք գիտեն, ոչ բոլորը գիտեն։ Մենք բոլորս գիտենք, որովհետև երբ մենք մանկությունից սկսած ինչ որ բաներ ենք ուսումնասիրում, ինչն ենք ուսումնասիրում այդ երկրի, ասենք ի վերջո մենք ամենաշատը երկրների հետ կապվում ենք իր մշակույթի միջոցով, մեկինը պոեզիայի, մեկինը նկարչության, մեկինը չէ որ մշակույթ, եւ դա իզուր չի, որովհետեւ մշակույթը ի վերջո ինչ է, մշակույթը ենթագիտակցությունից ստեղծված մի արժեք է, որ հենց ենթագիտակցությունից ենթագիտակցություն փոխանակումների միջով մարդկանց եւ երկրները կապում են իրար հետ։ Այո։ Ես հուսամ, որ իրականում ոչ միայն մասնագետներ, այլ նաև մարդիկ, ովքեր ապրում են այս երկրում կգնահատեն մեր մշակույթը եւ նրանք, ովքեր կունենան իրավունք լինելու ղեկավար դերում, ոչ միայն գնահատեն, այլ նաև ամեն ինչ անեն ի նպաստ այդ մշակույթի զարգացման, որովհետեւ այո, աշխարհը, եթե ուզում է ճանաչել քո պետությունը, ճանաչելու է մշակույթով, իր բոլոր դրսևորումներով, երգով, պարով, գրականությամբ, կրոնով, խոհանոցով, կինոյով եւ այլն։ Մենք ձեզ շնորհավորում ենք էլի վերջին երկու մրցանակների կապակցությամբ։ Դե արդեն եթե կլինեն նորություններ, առիթ կունենանք արդեն հանդիպելու այդ մասին խոսելու, թող որ հաջողությունները շատ լինեն, համագործակցությունների եւս ձեր ուզած, քանի որ ուզում եք եռակողմ միշտ անպայման համագործակցություն լինի։ Գրքերը մերն են։ Գրքերը Եթե ուզում եք ձերը լինեն, կարող ձերը լինեն։ Մենք շատ մեծ գրադարան ունենք արդեն հյուրերի կողմից ձևավորված, դրա համար բոլորին հարցնում ենք տալիս են թե ոչ։ Դες հաջողություններ շատ չտանջենք, ասում է հիվանդեք, անցնենք առաջ։